Սուրբ Հովհաննես առաքյալի և աստվածաբան ավետարանչի հայտնությունը գլուխ 15 Վերջին պատուհաստները Եվ տեսա երկնքում մեծ և զարմանահրաշ մի այլ նշան, տեսա 7 հրեշտակներ, որոնք ունեին վերջին 7 պատուհաստները, քանի որ Աստծու բարկությունը դրանցով էր ավարտվում։ Տեսա նաև ապակե ծովի նման մի բան, խառնված կրակով, և նրանք, որ հաղթեցին գազանին, նրա արձանին, նրա անվան թվին և նրա դրոշմին, կանգնած էին ապակե ծովի վրա և ունեին Աստծու քնարները։ Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի երգերը և գառան երգերը ասելով. «Տեր Աստված ամենակալ, մեծամեծ և սքանչելի են քո գործերը, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, դու թագավորդ բոլոր ազգերի։ Եվ ով է, որ չի երկնչելու և չի փառավորելու քո սուրբ անունը, որովհետև դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Բոլոր ազգերը պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ, Տեր, երբ որ քո արդարությունը հայտնվի»։ Եվ ապա տեսա, որ բացվեց վկայության խորանի տաճարը, որ երկնքում էր, և տաճարից դուրս էին ելնում 7 հրեշտակներ, որոնք ունեին 7 պատուհաստները, նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտավ և իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկե գոտիներ։ Եվ 4 կենդանիների կողմից 7 հրեշտակներին տրվեցին 7 սկավառակներ լի ցասումովն Աստծու, որ կենդանի է հավիտյանս հավիտենից։ Եվ տաճարը լցվեց Աստծու փառքի և նրա զորության ծխով, և ոչ ոք չէր կարող մտնել տաճարը, մինչև ավարտվեցին 7 հրեշտակների 7 պատուհաստները։